Գրիգոր Խաչատրյանն ու Արման Ջուլհակյանը վերջին շտկումներն ու փոփոխություններն են անում։ Մի փոքր հուզված են, քանի որ Նյու Յորքի պրեմիերայից հետո հայաստանյան հանդիսատեսին առաջին անգամ են ներկայացնում հոգիս պլաստիկ բեմադրությունը։ Նոր ոճ, նոր ձեռագիր, տարբեր մոտեցումների սինթեզ եւ ժամանակակից տեխնոլոգիաների համադրում։ Փորձել ենք, այսպես ասած, այդ ամեն ինչը սինթեզել, մանավանդ որ բեմական արվեստը դա սինթետիկ արվեստ է, իր մեջ պարունակում է եւ խոսք, եւ շարժում, եւ երաժշտություն, եւ լույս, մի խոսքով նկարչություն, տեսակ առանձնահատկություն ունի։ Տեղի հանդիսատեսը բավականին բծախնդիր է, բավականին պահանջկոտ է եւ պետք է ամեն ինչ անենք, որ նրանց սպասումները արդարացնենք։ Սփյուռքի հանդիսատեսը ավելի զգացմունքային է, ավելի զգայաններով է ընկալում փոքր երեխաներին, Հայաստանից գնացածներին, շատ լավ ընդունվեց ներկայացումը, բայց այստեղինը դա քննություն է, որ պիտի բռնենք։ 2014 թվականին Մարսելի հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ, կինոռեժիսոր, դերասան Պատրիկ Մալաքյանը նոր-նորքի հայրենական աշխատակիցներին առաջարկեց իրականացնել համարձակ նախագիծ «Հավերժություն պլաստիկ բեմադրությունը»։ Ներկայացման մեջ ընդգրկված էին հայրենական տան Պարի կրկեսի ազգագրական երկու Պարի դհոլի դասարանները։ Մեկ տարի անց բեմադրվեց հոգիս ներկայացումը։ Այս անգամ նախաձեռնությանը միացան Թումո կենտրոնի Թմբաթա, Պիրամիդ, Դեցիբել խմբերը։ նորություն ստեղծել, այսպես ասած, շատ լավ համադրվեց Հայորդաստան երեխաների արարած աշխատանքի հետ, որից շատ գոհ եմ։ Նյու Յորքում արդեն այս ներկայացումը մի անգամ արել ենք, հիասքանչ տպավորություններ ունեինք, եւ ինձ թվում է այսպիսի ներկայացումներ Հայաստանին դեռ շատ են պետք գալու ու վստահաբար կլինեն դեռ։ Իրոք հաճելի է շատ, երբ դու երգում ես եւ դիմացը բոլորը պարում են, այդ տրամադրությունը քեզ փոխանցվում է։ Եվ Թմբաթան էլ ինքը իրենով ֆոլք ռոք մյուզիք է իրենց ներկայացնում եւ կարծում եմ սթայլերը շատ սազեցին իրար հետ եւ կարողացանք համադրելով իրար հետ ստեղծել ինչ-որ հետաքրքիր բան։ Հոգիս ներկայացումը ընդգրկված էր հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրում։ 2 ժամ տևողության բեմադրության մեջ ներկայացվում է հայ ժողովրդի պատմությունը։ Հեղինակները երաժշտական ձևավորման համար ինքնատիպ լուծումներ էին գտել։ Օրիգինալ գործիքները փոխարինում ենք մեր կենցաղային օգտագործման այդ ապրանքներով, այսինքն փեջն է, այնտեղ թեյնիկն է, պատառաքաղն է, ամաններն են, բաժակներն են եւ ամեն մի երեխաներից ամեն մեկը այդ մի քթալով կամ պատառաքաղով ինչ-որ ֆունկցիա է տանում, որը կտաները պրոֆեսիոնալ գործիքով, բայց ավելի շատ ինքը այդ կենցաղային ոնց ասեմ, առօրյա կյանքից վերցրած այդ պարագաներով ենք ստանում այդ ռիթմը ու շատ օրիգինալ է ստացվել։ Ձեր, ատելություն, եղեռ, սփյուռքի ձևավորում, անկախություն, մութ ու ցուրտ տարիներ եւ ամեն ինչ հնարավոր է հաղթահարել սիրո ուժով։ This is the second show. We've done it once in New York,
Սա մեր երկրորդ ներկայացումն է, առաջինը Նյու Յորքում էր։ Սա անհավանական մի բեմադրություն է, որը ներկայացնում են երեխաները եւ շատ պրոֆեսիոնալ ձևով։ Երբ մարդիկ կարդում են Նորքի հայրդ հաստուն, մտածում են, որ երևի շոու կլինի։ Սա անսպասելի անհավանական մի ներկայացում է։ Նկատի ունեմ, որ բալետից տարբերվում է իրար հաջորդող պարային համարներով։ Սա պատմություն է։ Արդեն պայմանավորվածություն կա հոգիս եւ հավերժություն բեմադրությունները Բեյրութում եւ Մոսկվայում ներկայացնելու վերաբերյալ։ Ստելա Գևորգյան, Գևորգ Ավագյան, Զայնագիր։